Հայաստանի բանակը եւ սննդի, եւ հանգստի, եւ սպառազինության, եւ բարոյահոգեբանական վիճակի, եւ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Ճապազրույցում Փաշինյանի արձանագրումն է։ Նա նշեց, որ ով ինչ քաղաքական նկատառումներով ինչ էլ կասի, իր համար կարևոր են զինվորների, նրանց ծնողների ասածը, բայց դա չի նշանակում, որ բանակում խնդիրներ չկան։ Աշխարհում այդպիսի բանակ չկա, որտեղ խնդիրներ չլինեն։ Անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է, դա այդպես է բոլոր երկրների համար, ասել է վարչապետը։ Ժողովուրդը պետք է լսի քաղաքական ուժերին, տեսնի ում փաստարկներն են ավելի համոզիչ եւ գնա քվեարկության։ Ճապազրույցում ասել է Փաշինյանը պատասխանելով դիտարկմանը, թե ընտրությանը մասնակցող երկու ուժերից հնչում են պատերազմի սպառնալիքներ։ Ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ծրագիրը եւ իրենք ըստ էության Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը եւ շրջակա տարածքները։ Եթե մյուս քաղաքական ուժն ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, դա ինչ է նշանակում։ Դա անխուսափելի պատերազմ է, այդտեղ շատ վիճելու բան չկա, նշել է վարչապետը։ Ալեն Սիմոնյանը ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկումների առանցքում եղել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Միրզոյանը ողջունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի արտաքին գործերի նախարարին։ Ագնում կայացել է Արարատ Միրզոյանի եւ Երմեք Կոշերբաևի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։